Օգոստոսի 21-ը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան օրն է։ Այս տարի հայոց հայրապետը դարձավ 75 տարեկան։ Նորին սրբության 75 տարիների կենսագրության մեծ մասը հոգևոր ծառայության ճանապարհ է։ Նրա ծառայությունը սկսվել է դեռ խորհրդային տարիներին, երբ հոգևորական դառնալը հեշտ ընտրություն չէր։ 1965 թվականին դեռ պատանի նա ընդունվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան, 1970-ին ձեռնադրվում սարկավակ, 1972-ին կուսակրոն քահանա, ստանալով Գարեգին անունը։ Ապագա հայրապետի հոգևոր ճանապարհի կարևոր հանգրվաններից մեկն է դառնում Վազգեն առաջին կաթողիկոսի վստահությունը։ 1972 թվականին Վազգեն առաջինի տնօրինությամբ նա մեկնում է Վիեննա աստվածաբանական կրթությունը շարունակելու։ Հետագայում ծառայում նաև Գերմանիայի հայ համայնքում, ուսումը շարունակում Բոննի համալսարանում, ապա Զագորսկի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1993 թվականին Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Գարեգին arczepiskopos Ներսիսյանը, որն արդեն 10 տարի Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդն էր, նշանակվում է նաև Մայրաթորի ներքին գործերի և բաժինների պատասխանատու ղեկավար։ 1995 թվականին կաթողիկոսական ընտրության ժամանակ Գարեգին arczepiskopos Ներսիսյանը թեկնածուներից մեկն էր։ Ընտրության երրորդ փուլում նա հանում է իր թեկնածությունը հօգուտ Մեծի տանն Կիլիկիո Գարեգին կաթողիկոսի։ 1998 թվականին Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսի կողմից նշանակվում է կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային եկեղեցական ժողովում Գարեգին arczepiskopos Ներսիսյանն ընտրվում է ծայրագույն պատրիարք և կաթողիկոս ամենայն հայոց, նոյեմբերի 4-ին ստանալով կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոս կընտրվի 263 քվեով Գարեգին arczepiskopos։ Գարեգին II լուսավորչի գահի 132-րդ գահակալն է, աշխարհասփյուռ հայ եկեղեցու հովվապետը։ Իր փառավոր նախորդների պես նա շարունակում է իր կեսդարյա ճանապարհը որպես հեռատես հովիվ, որպես հանձնառու եկեղեցապետ, որպես հոգևոր հայր, հոգալով իր ժողովրդի ամեն ցավն ու կիսելով ամեն ուրախությունը։